Նախապես ուզում եմ խնդրել և տեղեկացնել, որ ասուլիսը ունի մեկ թեմա և բոլորին ուզում եմ խնդրել հարցերի փուլում մնալ այդ թեմայի շրջանակներում։ Եվ ուզում եմ ակնկալել, որ իմ խնդրանքը հարգանքի դաշնանա շնորհակալություն։ Եվ այսպես, անկախ դիտորդ դաշնքի ֆեյսբուքյան էջից և մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքականուշի հետ։ «Իմ քայլը» ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը, ասում են նրանք, և ինչպես նշված է ազատության հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես, սահմանադրության հոդված համար 7-ը ընտրական իրավունքի սկզբունքները սահմանում է ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը սահմանադրության։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հոդված համար 4-ը ազատ ընտրական իրավունքը սահմանում է. ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։ Խախտվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը։ Իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամ արտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացների համատեքստում։ Խախտվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական և հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով և դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսևորում։ Խախտվել է քրեական օրենսգրքի հոդված 210-ը, որը սահմանում է անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ 2 գործողությունները։ Դանիել Իոնիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 և 2-րդ
անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադումի ներկայացման հնարավորությունը Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե այժմ իմ անձով պայմանավորված ըստ անկախ դիտորդի հիմնադրամը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո պետք է կասեցներ իր գործունեությունը, ապա մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում Իմ քայլը հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը եւ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Այսքանը իմ հայտարարություններ, հիմա պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։ Համեցեք։ Նախ խնդրեմ մի քիչ մանրամասնեք։ Նախ դուք հերքում եք, որ ձեր ղեկավարած հիմնադրամը, հիմա որ Երևանում կամ Հայաստանում որևէ քաղաքացու հասցնեն ում հետ է ասոցացվում, չեն ասի, որ վարչապետի տիկնոջ եւ այսինքն դուք այս փաստը հերքում եք։ Հաջորդը Դանիել Յոհաննիսյանի հետ կապված կոնկրետ ինչ հոդվածով եք դուք պատկերացնում, որ գուցե քրեական պատասխանատվության հարց առաջանա։ Դուք այստեղ թվարկեցիք ձեր իրավունքների, թե որ կոնվենցիաներով ինչ բաներով են խախտվել ձեր իրավունքները, բայց չեք կարծում, որ խախտվել է նաև ընտրական օրենսգրքի եւ նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդվածները, որոնք արգելում են նախագահի հրամանագրից հետո բարեգործությունները եւ նաև Ձեր վերջի հարցի վերաբերյալ այս տարվա մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների ընտրություններին առնչվող գործունեության հետ կապված, որտեղ ասվում է Բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք առաջին ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակցի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է դիտարկվում են կուսակցության կողմից, ղեկավարվում են կուսակցության կողմից եւ երկրորդ հիմնադիրը, հիմնադրամի կամ հիմնադիրները կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են որպես տեխնոծու։ Սրանցից որևէ մեկը Լենա Նազարյանը Իմ քայլը հիմնադրամի հիմնադիր անդամներից է, որը չի մասնակցում եւ տեխնոծու չէ այս ընտրություններին։ Շատ տարբեր է եւ շատ տարբեր են նշվածը, ինչ ես կարդացի եւ ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները Իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկ, ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքներդ ճշտեք մարդկանց համար ասոցացվում եմ, թե ոչ։ Ձեր հիմնադրամը չի ասոցացվում ինչ-որ ուժի հետ։ Ես դրա մասին կարծիք չունեմ, դուք ճշտեք ասոցացումը, Դանիել Յոհաննիսյանի մոտ ասոցացվում է, բայց դա ինչ կապ ունի ընտրության հետ։ Այդ շրջանում է, որ ասոցացումը, եթե մարդիկ ձեզ Ես մեջբերում եմ օրենսդրություններ, մեջբերում եմ կոնվենցիաներ միջազգային, մեջբերում եմ սահմանադրություն, դուք ասում եք եթե մարդիկ։ Դրանք շատ տարբեր երևույթներ են, Շարիկ ջան։ Համեցեք։ Տեսեք, Տիկին Հակոբյան, դուք սահմանադրություն եք մեջբերում, որը ինչ-որ նաև օրենքներ, որը ՀՆՍ ճշգրտել է,
բայց բոլորին հայտնի է, որ դուք կապ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կինն եք, Իմ քայլը հիմնադրամը նախկինում ասոցացում էր ուղիղ Իմ քայլը դաշինքի հետ, այսինքն դուք այդ դաշինքով եք եկել իշխանության, եւ այսօր շատերը նույնիսկ քաղաքացիները մոռանում են ԿՊ-ի անունը, ասում են Իմ քայլին են ընտրելու կամ չեն ընտրելու։ Այսինքն Իմ քայլի հետ են ասոցացնում եւ Լենա Նազարյանը գործող պատգամավոր է, որի ամուսինը արդեն ցուցակում է կարծրների Արեգ Բաբայան, եւ դուք ամբողջ թիմով ԿՊ-ի հետ ասոցացող մարդիկ եք։ Վահե ջան, Ներողություն ավարտեցի։ Մի բան էլ ասեմ եւ չնայած նրա որ կարծիքներ կային դեպք որ երբ որ դուք հայտարարեցիք անունալուծության մասին ասացին որ սա հատուկ է առնում որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա դրա անվան տալ, այսինքն ազատ լինի ձեռքերը ազատ լինի, կարողանա Իմ քայլի անունից բարեգործություններ անել, հետո իհարկե վերամիավորվեցիք ինչ համար շնորհավորում եմ, բայց հաստատի դուք այսօր ասոցացվում եք ուղիղ ԿՊ-ի հետ եւ Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում, ապրում եք նրա հետ։ Հիմա մարդիկ որ ձեզանից բարեգործություն ստանան, ինչ են մտածում, որ սա օրինակ ուժեղ Հայաստանի համար է արվում, թե ում համար, թե Քոչարյանի կամ Հիմա այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը ազատ ընտրության եւ ազատ կամարտահայտության։ Պարզապես խախտվում է։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել, անկախ նրանից ով է այդ մարդը։ Որովհետև սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի, այդ թվում կանանց, այդ թվում այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի ազատ կամարտահայտման իրավունքը, եւ դա քննարկման առարկա չէ։ Եվ ցանկացած հարց դրա վերաբերյալ սահմանադրության Էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է։ Ոչ մի բան չեմ, ես լավ չհասկացա, այդտեղ կնոջ թիրախավորելու ինչ խնդիր կար, որտեղ այստեղ կին լինելուց բացի դուք հանրային դեմք եք, պաշտոնյայի կին եք եւ կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի եւ դրանցից բոլորից առաջ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք, որը պաշտպանված է, որի գաղտնիությունը այնքան պաշտպանված է, եւ հիմա դուք խախտում եք իմ իրավունքը։ Ով նաեւ հանրային կերպար եւ ռեգլամենտ։ Նաեւ հանրային կերպարները ունեն, եթե չեն, ես չեմ մասնակցում ընտրություններին, ես տեխնացու չեմ, եթե ես քարոզչություն չեմ իրականացնում, այսինքն ես ինքս եմ ընտրում իմ դիրքորոշումը։ Ես ունեմ իմ իրավունքը եւ դուք հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Եկեք ասուլիսի կանոնի մեջ մնանք։ Համեցեք։ Ինք Հակոբյան, դուք նշում եք Իմ քայլը կապչում, հա, ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նախկինում կառավարությունը Իմ քայլը ուներ գրասենյակ, որը շատերի գնահատմամբ տրվել էր ապօրինի, քանի որ ոչ թե տրվել էր ձեզ, որպես վարչապետ։ Ես ձեզ խնդրում եմ, չգիտեմ որ լրատվան, ոչ, որովհետև արդեն սխալ է, օրագիր նյուզ, սիրելի թանկագին օրագիր նյուզ, սխալ ինֆորմացիա, ոչ միայն տպագրում եք, այլև դեմ դիմաց ասում եք, իհարկե չենք ունեցել, երբևէ Իմ քայլ, եթե դուք հետևեք, ոչ, չի եղել այդպիսի բան, եթե դուք հետևեք, եթե նույնիսկ մինչև այդ չեք ճշտել, չգիտեմ ով է հրապարակել դա, ով է այդ հարցում ուղարկել, ձեր լրատվամիջոցը թե մեկ այլ, եթե մինչև դա չի ճշտել, ապա մեր պարզաբանումից հետո գոնե հիմա այդ հարցը պետք է ճտայք, չի եղել նման բան, երբևէ, մենք չենք ունեցել, մենք չենք, ես չեմ հերքում, չի եղել այդպիսի փաստ, որ ես դա հերքեմ, չի եղել պարզապես սխալը ձեր կողմից է, նման փաստի հղում անելը ձեր կողմից սխալ է պարզապես։ Կին Հակոբյան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը, նորաձևը, շարժումը։ Սրա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ անհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք ուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին լրացել է Ստոնա
Մնացականյանի Ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ։ Կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը։ Կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել։ Կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի, նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Հայտարարության մեջ չեք գրել, որ այլ հարցեր։ Ես հիմա ասեցի, այլ հարցերի չեմ պատասխանում։ Ես նշեցի, որ մենք իմանենք։ Դե հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է։ Ինչ վերաբերվում է կրթվելը նորաձևը շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձևը շարժումը։ Կրթվելը նորաձևը շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի։ Կրթվելը նորաձևը շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձևը շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձևը շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձևը շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն։ Իմ քայլը հիմնադրամը ունի կրթվելը նորաձևը շարժման ատճակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, դրանք բոլորը կրթվելը նորաձևը շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր է նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հիմքով։ Սա խնդրահարույց չէ համարվում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն իմ քայլը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Իմ քայլը հիմնադրամը գործում է ի շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք, որ ձեր ազատ կամ արտահայտության խախտում է տեղի ունեցել, բայց այստեղ այդ խախտման մասին չի խոսքը, ոչ էլ ձեր որպես կին խախտման մասին է։ Գոյություն ունի բարեգործության արգելք, այդ դուք դա եք խախտել, ձեր հիմնադրամը դա եք խախտել, դա եք ֆիքսել։ Եվ օրինակ դուք ասում եք մի կապեք իմ անձը Նիկոլ Փաշինյանի ֆրկվերի հետ։ Օրինակ ենթադրենք հիմա քաղաքական ուժերն մասնակցում են ընտրություններին, իրենց կանայք որոշեն հիմնադրամներով ինչ-որ բարեգործել ձեր տիպի աշխատանք իրականացնել։ Այդ մարդիկ տվյալ ուժի հետ կապ ունենան, թե չէ, կխախտի նրանց կանանց որպես կին իրավունքը։ Եվ քանի որ նաև հիմնադրամների նվիրատուների մասին խոսք եղավ, այսպիսին է տեսակետը, դուք ասում եք մեծ ծավալ աշխատանքներ են, բայց տարածված տեսակետ է նաև, որ այդ գործարարները, որոնք ձեր նվիրատուներ են, իրենց իշխանությունը արտոնյալ կարգավիճակում է պահում եւ ձեր շնորհիվ այդ մարդիկ բիզնես մեծ գործունեություն են իրականացնում, շատերի անունները ձեր հետ են կապում, ասում են ձեր բիզնեսն է նրանք ղեկավարում, այսինքն այդ խոսակցություններից դուք չեք կարող հեռու մնալ, որովհետեւ այդ ամեն ինչը ձեզ հետ է կապվում։ Տեսեք, դուք կարող եք մի քանի անգամ ավելի ինքնավստահ ինձ ասել, դուք դա եք խախտում բարեգործության մասին օրենքը եւ այլն։
այն որ դուք դա այդպես վերջնական վերջնական դե դրա համար անկախ դիտորդի դեմ մենք համապատասխան հայց ենք քննարկում ներկայացնել, որովհետև նույնիսկ անկախ դիտորդի հայտարարությունը վիճելի է եւ մենք դա դատարանում կվիճարկենք, բայց դուք անկախ նայած թե ես ասուլիսի սկզբում ինչ հայտարարություն արեցի, դուք վստահաբար, ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում եւ ասում եք դուք դա եք խախտում։ Մենք դա ես ինչպես տեսակ խոսքը գնում էր իմ երկու հայցով ենք դիմելու դատարան եւ մեկը վերաբերվում է Իմ քայլը հիմնադրամին վերագրվող այսպես ասած օրենքի խախտումը, որով մեծ վնաս են հասցրել մեր հեղինակությանը եւ մենք դատարանում կխոսենք, խախտում ենք մենք դա թե չենք խախտում, դուք արդեն կարծես թե վերջնական որոշումը դատարանի կայացրեցիք եւ ես ձեզ ասեցի մեջբերեցի բարեգործության օրենքը կապ ունի թեկնածու է հիմնադրամի գործադիր ղեկավարը, հիմնադրամի հոգաբարձուները թեկնածու են թե չէ, տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի մաս են թե չէ, դրանք բոլորը նրբություններ են, գուցե նյուանսներ են, որոնք ձեզ հետաքրքիր չեն, բայց էական են, առնվազն դատարանում էական կլինեն, այնպես որ միշտ ապեք վերջնական վերդիկտներ հայտարարել, իբր մենք որևէ բան խախտում ենք։ Դուք հիմա նորմալ դա համարեք, ասում խախտում չկա, եթե օրինակ այդ ուսանողները ես ասեցի կանայքի իրենց հիմնադրամներով բարեգործություն անեն։ Դուք այդտեղ կտեսնեք, եթե խոսեն այդ մասին, կանանց իրավունքների խախտում, կտեսնեք այդտեղ որ իրեն բարեգործության ակտը չեն խախտում։ Եթե դուք հետևեք իմ գործունեությանը, հետևեք իմ Facebook-յան գրառումներին, դուք կտեսնեք, որ ես մշտապես շատ դեպքերում տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ, այն դեպքերում, երբ որ նույնիսկ լրատվամիջոցները չեն տեսնում եւ արտահայտվում եմ դրա մասին։ Դուք կտեսնեք դա։ Իսկ եթեով չեմ կարող ձեզ ասել։ Եթե հետ նայեք եւ ուսումնասիրեք իմ Facebook-յան գրառումները եւ հայտարարությունները, կտեսնեք, որ ես շատ տարբեր դեպքերում, երբ որ նույնիսկ աղմկոտ չեն դեպքերը կամ երբ որ նույնիսկ չնկատելու են տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ այն դեպքերում, երբ որ ոչ ոք չի տեսնում։ Եվ հիմնադրամի պատասխանեք այդ հարցադրումների պատասխանել, որովհետև ես ուզում եմ դուք գալու թեմայի Երբ պատրաստ լինեմ, ձեզ անպայման կհրավիրեմ։ Շնորհակալություն։ Համեցեք, վերջացրեք դուք, թող վերջացնեմ։ Ձեզ հետ կապված այդ գործարաններով ովքեր լրատվություն են անում հիմնադրամին, հայտնվում են արտոնյալ կարգավիճակում։ Այդպիսի տեսակետը ես էլի ոչ դատավոր եմ, ոչ վերդիկտ եմ կայացնում, ասում եմ շատերը անունը կապում են, շատերի բիզնեսը կապում են ձեր անվանն հետ։ Այս առումով դուք ունեք որևէ բացատրություն։ Ես ունեմ ասելու, որ դա սուտ է։ Ես բացատրություն չունեմ եւ պարտավոր չեմ սուտ, ինչ ասեցի կարծիքներ կան այդպիսի, դա սուտ է, իրականության չհամապատասխանող կարծիքներ են, որոնք թևածում են արդեն մի քանի տարի շարունակ եւ եթե որևէ մեկը ուզենա լրատվամիջոցների մեջ եմ ասում, շատ հեշտությամբ կհիմնավորի եւ կբացահայտի այդ սուտը։ Ես իմ հերթին ուղղակի ասում եմ, այդ բոլոր կարծիքները եւ այդ բոլոր խոսակցությունները սուտ են, պարզապես սուտ, մերկ սուտ։ Համեցեք։ Բայց օրինակ հենց դուք Նիկոլ Փաշինյանի հեռանալու եւ կառավարական ամառանոցը լքելու մասին հրաժեշտի տեսանյութում անձամբ չի բացառել, որ կարող է ձեր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել, թողում անելով հակապետության կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի ազգային ժողովում լրագրողների հարցու պատասխանին։ Այդ դեպքում սա ինչպես կմեկնաբանեք, ինչի մասին է։ Ես ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի վերլուծական էլեմենտ աշխատանքի մեջ ավելացնել։ Իմ նշված տեսանյութի մեջ ես հղում եմ անում ձեր նշած անձնավորությանը, ձեր մասով վերլուծական էլեմենտը ավելացնելու պարագայում դուք կթերթեք 2 օր առաջվա նրա հարցու պատասխանը լրագրողի հետ, որտեղ հարց է հնչում հնարավոր է, որ գործ հարուցվի եւ այդ հարցը մնում է անպատասխան, ինչից ենթադրում եմ, որ հնարավոր է։ Եվ իմ հղումը բացառապես ոչ թե ես անձամբ այդպիսի կարծիք եմ հայտնում, այլ տեղի է ունեցել փաստ, հնչել է հարց, հետևել է պատասխան,
որը տալիս է մեկնաբանության նման հնարավորություն։ Բայց մեր մյուսին չի բացառում, եթե դուք այդպիսի հայտարարություն եք անում, ես իդեպ լսել եմ պարոն Նահապետյանից ձեռնարկաբերություն լրագրողների հարցերի պատասխան, թե նա ինչ ասել, բայց դուք հիմա սխալ հայտարարություն եք մեջ բերում։ Իմ ասածը դրա մասին չէր։ Բայց մեկը մյուսին չի բացառում, այսինքն դուք այդ ժամանակ ինչ եք նկատի ունեցել, այսինքն նկատի եմ ունեցել, որ հարց է հնչել, հնարավոր է արդյոք, որ գործ հարուցվի, ուսումնասիրություններ տեղի ունենան Նիմքայելյան հիմնադրամի դեմ եւ այո, պատասխանից ենթադրել է, որ հնարավոր է։ Այդտեղ իմ դերը ո՞րն է։ Մտավախություն եք ունեցել։ Ընդհանրապես հղում եմ արել։ Հղում եմ արել հանրահայտ փաստին։ Կարելի է Համեցեք դուք ասեք։ Ես ուզում եի հարցնել նախ տեսեք ասում եք կանանց իրավունքներ։ Գրեթե նույն իրավիճակը, գրեթե նույն փաստերը, որ բացահայտվել են հեղափոխության ժամանակ, Գոհար Մուլուշյանի հետ է։ Դուք նրան երբևիցե մտածել եք պաշտպանել։ Օրինակ այլ ուժեր եւ եթե դուք պաշտպանեք, գուցե ինչ-որ ասոցիացվեք այլ ուժերի հետ։ Սա մեկ։ Երկրորդը ասում եք ձեր ընտրության ազատ ընտրության իրավունքն է խախտվել։ Հիպոթետիկ հարց եմ տալիս, կարող չպատասխանել։ Հնարավոր է, որ նա դուք Քոչարյանի ընտրել կամ Կարապետյանի։ Տեսեք, դուք այս պահին, ուրեմն մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, որը պաշտպանում է իմ եւ ձեր իրավունքները հավասարապես։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պաշտպանում է իմ եւ ձեր եւ սենյակում ներկա բոլոր մարդկանց Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրող քաղաքացիների իրավունքները հավասարապես։ Հայաստանի բոլոր օրենքները մեզ պաշտպանում են հավասարապես։ Դուք հիմա ձեր հարցով ուղղակի ոտնահարում եք այդ օրենքները եւ դնում եք խոցելի իրավիճակում ոչ միայն ինձ, այլև ձեզ։ Դուք ինձ տալիս եք հարց, որը չի կարելի տալ, պարզապես չի կարելի։ Նման հարց մեկ ընտրող, մեկ ուրիշ ընտրողի պարզապես իրավունք չունի տալու, եթե դա սոցիոլոգիական հարցում չէ, ընտրված մասնագիտական կազմակերպությունների կողմից, չի կարելի, նույնիսկ նման հարց հնչեցնելը կոպտագույն խախտում է իմ եւ ձեր իրավունքները պաշտպանող օրենսդրության, որոնք մենք պետք է փայփայենք առաջին հերթին, որպեսզի պաշտպանված լինենք։ Դուք հիմա խախտեցիք եւ մյուս հարցը, ձեր առաջին հարցը, այդ կնոջը, այո, դուք ձեր հարցի մեջ ասեցիք ձայնագրություն։ Եվ ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, նաև տեխնացու է այդ անձնավորությունը։ Հասկանում եք, կրկին կամ տեխնացու չէ, բայց կուսակցության անդամ է։ Դրանք կրկին նյուանսներ են, որը կարելի է ուշադրություն, բայց կին է, բայց ինչ կապ ունի, կանանց իրավունքները հավասար են։ Պետք է լինեն հավասար, այսինքն տվյալ պարագայում կինը, եթե կուսակցական է, եթե կան առավել եւս ձայնագրություն, եթե համեմատել եւ ինձ դնել այդ հարցը ինձ ուղղել, առնվազն ճիշտ չէ, ինչ ասեմ։ Լավ, իսկ ձեր ծրագրերը կարող եք հետաձգել։ Տեսեք, ոչ մի պատճառ չկա ծրագրերը հետաձգելու, որովհետեւ ոչ մի դրույթով Իմ քայլը հիմնադրամը չի խախտում իր գործունեության ընթացքում որևէ օրենսդրություն Հայաստանի Հանրապետության, որևէ դրույթով։ Եվ ծրագրերը հետաձգել չեն կարող, որովհետև ունենք պարտավորություններ, եւ ունենք կնքված պայմանագրեր։ Եվ մեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է, եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Մեր պարտավորությունները, որ պայմանագրերով մենք ստանձնել են գործընկեր ընկերությունների հետ, ովքեր գումար են փոխանցում, ում հետ ունենք որևէ ծրագիր, ունենք ժամանակացույց, ունենք աշխատանքի բաժանում, մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերներին եւ կատարել պայմանագրերով մեր ստանձնած պարտավորությունները եւ իհարկե չէին կարող կասեցնել առավել եւս եթե որևէ ձևով օրենքը չեն խախտում համեցեք որովհետեւ ինքը չի տվել հարց որևէ մեկը իհարկե ավելի պակաս չի դասում ձեր իրավունքները
մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ հարցում արեք, տեսեք ասոցիացում եմ, ես իմ կամ իմ քայլը հիմնադրամը քաղաքացիական պայմանագրի հետ, թե ոչ, հիմա եթե մենք գնանք եւ հարցում իրականացնենք եւ այդ հարցման արդյունքում պարզվի, որ այո, ասոցիացիա կա, այս դեպքում ինչ է արվելու եւ ձեզ հենց հիմա ճիշտ ասած էջից բերեք ձեր իմ քայլը հիմնադրամի ուղղի եթերն է, որը քաղաքացիական պայմանագիր աջակցեմ իր համագիրների խումբը իրենց վիճով տարածել, սա ասոցիացիա չէ։ Տեսեք, երբ որ դուք գնաք հարցումն անեք եւ ասոցիացումը փաստ դառնա, պարզվի, որ բոլորը ասոցիացում են, դրանից հետո պետք է բերեք օրենքի այն կետի այն մեջբերումը, որը արգելում է ասոցիացվող անձին կամ հիմնադրամին գործունեություն ծավալել։ Հուսով եմ, որ կբերեք, բայց չկա այդպիսի օրենքի դրույթ։ Եթե նույնիսկ ասոցիացնում են, դա խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի, մենք գործում ենք օրենքներով եւ օրենսդրությամբ, չէ՞։ Այո։ Տեսեք, ես ուզում եմ ուղղակի տրամաբանությունը հասկանալ։ Նախ մեզ ինձ համար անկեղծ այս ընթացքում հասկացել ու շատ զարմանալի է, որ գրավվել եք ասուլից Դանիել Յովանեսյանի դեմ հաղորդում տալու մասին եք հայտարարել եւ դերեք մի տեսեք ձեզ զոհի կերպարում եք դրել, որ ձեզ թիրախավորել են եւ հիմա ուզում եք այս ընտրական փուլում որպես կին, որպես չգիտեմ, հանրային փոստի թիրախավորել, բայց իմ եւ գործընկերների բոլորի հարցերը տրամաբանության շրջանակներում են, օրենքները մի կողմ, օրենքները թեպետ բոլորի համար հավասար են, բայց մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում ընտրողաբար են գործում իշխանականների եւ ընդդիմադիրների մասով, բայց ախր դուք եթե չեք ասոցիացվում ՔՊ-ի եւ ԻԿՊ-ից, ելով ասոցիացվում, դուք ամենաշատն եք ասոցիացվում ՔՊ-ի եւ հիմա դուրս գանք հարցում անենք, հետո գործընկերները գնանք հարցում անենք, դրանից ինչ է խոսքը։ Ահա ջան, հիմա մենք նստած ենք ես որպես Հիմքայլ հիմնադրամի ղեկավար քննարկում ենք մի հարց, որը բացառապես օրենքի շրջանակներում կարող է լուծվել։ Եվ ես լսում եմ լրագրողից հետևյալ նախադասությունը. մենք առաջնորդվում ենք տրամաբանությամբ, օրենքները մի կողմ։ Եթե մենք որոշենք տրամաբանության դաշտում վիճել եւ եզրահանգումների գալ, կարող ենք դա էլ անել, բայց դա մեզ օգուտ չի տա, որովհետեւ ոնց օրենքները մի կողմ։ Ինչ է նշանակում օրենքները մի կողմ, ասեցիր, բայց մենք չենք խոսում, մենք խոսում ենք եւ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Օրենքները պետք է պահպանել անկախ ամեն ինչից, անկախ տրամաբանությունից, բայց նկատի ունեմ, որ իմ եւ գործընկերներից բոլորի հարցերը օրենքներից բացի եւ օրենքները չհակասելով տրամաբանության շրջանակներում են, ուզում ենք հասկանանք դուք որ տրամաբանությամբ եք առաջնորդվում, այդ օրենքները դեռ դատարանում կվիճարկեն, կհասկանան, օրինակ օրենք խախտել են թե չէ, դուք հիմա սուբյեկտիվ կարծիք եք ասում, որտեղ ձեր նկատմամբ օրենք են խախտել, շատ լավ, ընդունում եք գիտություն, դիմել եք դատարան, կհետևեք պրոցեսին։ Հուսով եմ, որ կհետևեք պրոցեսին, որովհետև ձեր եթե տրամաբանությամբ եք առաջնորդվում, գուցե կարիք չտեսնեք հետևել պրոցեսներին եւ օրենքներից ելնել։ Դատարանը օրենք խախտում չի տեսել ձեր նկատմամբ գործողությունները։ Կտեսնենք, եթե հարցերը կառուցել, եթե այսպես պարզվի, եթե այնպես պարզվի, ես ձեզ փաստերն եմ ասում։ Փաստերը նրա մասին են, որ իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը, առավել ևս իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն, որովհետև ես ինչպես իմ իրավունքն եմ պաշտպանում, այնպես պաշտպանում եմ բոլորի իրավունքը, ընտրությունը, մարդու ազատ կամ արտահայտությունը, մարդու ազատ քաղաքական կողմնորոշումը, դա ամենամեծ արժեքն է, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ամենաթանկ արժեքն է, եւ դա մենք բոլորս պիտի պաշտպանենք։ Առավել եւս, այսինքն քարոզչություն իրականացնում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, ուզում են մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները եւ ուզում են մրցել ընտրություններում։ Մենք իմ քայլը հիմնադրամը որևէ
որևէ ձևով ներգրավված չի այդ գործողությունը։ Նախին լրագրողը կերպիվ հայտնի այդ խոսքը կար, որ նախին շանթյան ժամանակ ասում էին թղթերով ամեն ինչ կարգին է։ Հիմա թղթերով ամեն ինչ կարգին է այդ տրամաբանության մեջ, բայց եթե թղթերով ամեն ինչ կարգին է, հիմա դուք իշխանության չեք լինի, որովհետև թղթերով ամեն ինչ կարգին վերջ նշանակում, որ ամեն ինչ ճիշտ է։ Ես հիմա ձեզ ասում եմ թղթերով ամեն ինչ կարգին չէ, որովհետև այն ժամանակ, երբ որ 2022 թվականին Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը եղել է իշխող կուսակցության վարչության անդամ եւ այդ ընթացքում հիմնադրամի գործունեությունը ծավալվել է եւ բարեգործական ծրագրերը իրականացվել են, թղթերով ամեն ինչ կարգին չէ։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ թղթերով ամեն ինչ կարգին է։ Դե դա ձեր խնդիրն է բացահայտել։ Իսկ դուք դրա մասին նույնիսկ տեղյակ չէիք։ Հիմա է կարգին։ Չգիտեմ հիմա թղթերով կերևա, դատարան կգնանք կտեսնենք։ Քաղաքացիական պայմանագրի հետ ես հիշեցնում եմ կարգի ինքնացած վերեմեթացվածը, որը օրեր առաջ էր ասել, Իմ քայլը այն դաշինքի անվանումն է, որը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կազմել էր Երևանի ավականիում եւ ազգային ժողովի ընտրություններում նախորդ գումարման ազգային ժողովում եւ Իմ քայլը բրենդ է, որը քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է եւ հողում է անում ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6.1 մասին, որը ենթադրում է այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն գործունեությունը ընտրությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու։ Ուրախ եմ, որ Դանիել Իոնիսյանը ինչ որ մի փուլում մի քանի տարի անց բացահայտել է իր համար, որ Իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է նախկին խմբակցության անվան հետ, նույնն է, կրկնում է եւ այլն եւ այլն։ Եվ հիմա նման հայց է ներկայացնում, իսկ դա իրականում խախտում է թե ոչ Երևա դատարանում։ Դանիել Իոնիսյանի անկախ դիտորդ կազմակերպությունը դաշինք էր, թե ոչ դաշինք էր, գործում էր նաեւ 2022 թվականին եւ խնդրում եմ անպայման հարցրեք 22 թվականին Իմ քայլը հիմնադրամի անվանումը որևէ կապ ուներ Իմ քայլը համանուն դաշինքի հետ մոտ էր, թե այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում։ Խնդրում եմ իրանից հարցրեք, իսկ մենք մնացածը դատարանում կորոշենք։ Դուք հիմա պնդում եք, որ բացարձակ ոչ մի խախտում չեք տեսնում։ Ես մեջ բերեցի բոլոր օրենքները, որոնք վերաբերելի են տվյալ իրավիճակի համար եւ առնվազն իմ տեսակետից, իսկ ես մասնագետ չեմ, տպավորությունը այդպեսին է։ Դատարանում կերևա գուցե պարտվենք, գուցե ոչ։ Դա երևա չեմ ուզում առաջ անցնենք իրադարձություններին եւ մեզ վերագրենք դատավորի դերակատարում։ Նաև Իոնիսյանի մասով կասեք պատասխանատվության ինչ բան եք տեսնում իրավական ինչ։ Չեմ կարող, փաստաբանները կմշակեն, ես հիմա հայտարարում եմ, որ պարզապես մտադիր եմ եւ վճռական եմ իմ իրավունքները պաշտպանելու իմ որպես կին, իմ որպես քաղաքացի, իմ որպես ընտրող եւ իմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Դուք նաև խնդիր չեք տեսնում, որ Տիկին Նազարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագրի անդամ եւ ձեր ողջաբանությունը։ Ես խնդրում եմ ասուլիսից հետո բացել օրենքները եւ գտնել խնդիրը։ Չէ, ես ձեր գնահատականը, ձեր պատկերացումը։ Ես կարդացի օրենքը, կարդացի ԿՀ պարզաբանումը։ Այդ համատեքստում դուք Իմ քայլի հիմնադրամի բոլոր աշխատակիցների վրա վստահ եք, որ որևէ մեկը քարոզչություն չի իրականացնելու հօգուտ քաղաքացիական պայմանագրի։ Այնպեսի հարց եք տալիս, դա սկզբունք է, որ մենք որդեգրել ենք որպես հիմնադրամ։ Եվ դա սկզբունք է, որը իմ ամեն հաջորդ հանդիպման, ամեն հաջորդ շփման մեջ հնչում է։ Այսինքն, եթե մենք ուզեինք քաղաքացիական, մենք ուզեինք որևէ ձևով առնչվել ընտրություններին եւ քարոզություն իրականացնել, դրա ձևը գիտեինք, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի կողքին էի վերջին իր շրջայցերի ժամանակ։ Եվ նրա այդ շրջայցերի քարոզչական նպատակ չունեցել։ քարոզությունը սկսվել է։ Ինչպես։ Մենք քարոզչության փուլում ենք արդեն։ Ոչ մոտեցան, հարցրեցին, բայց այդ բնական չի, դուք լրագրում։ Ինչն է բնական։ Ինչպես է ընկալվում։
Շատ Որ լավ։ դուք զբաղված եք քարոզչությամբ, դա այդպես է։ Դուք ընկալում եք, որ ես զբաղված եմ քարոզչությամբ, հրաշալի։ Փաշինյանի քարոզչական Ձեր դուք հիմա կարող եք ինձ նայել եւ ընկալել ցանկացած բան, ոչ մի կերպ չեմ կարող ձեր ընկալումներին խոչել։ Եվ դուք ազատ եք ընկալել ցանկացած բան։ Տիկին Աղաբանյանը մենք ընկալում ենք երկու բան։ A. Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք, B. Դուք Կարծեմ վերջին շրջանում բոլոր լրատվամիջոցները իմ մասին խոսելիս ասում էին երկարամյա զուգընկեր, ասում էին ոչ ոք չի ասում այլևս Նիկոլ Փաշինյանի կին։ Ուրախ եմ, որ վերադարձել եք ուրիշ ձևակերպման, որովհետև արդեն 3 տարի բոլորը միայն այդպես են ձևակերպում։ Օրինականության խնդիր կար, չգիտեմ, դրա համար։ Դե եկեք հիմա օրինականությամբ խոսենք։ Ես փաստացի Օրենքներով խոսենք։ Ես փաստացի անձնական հարաբերությունները իր կոնտեքստում ասում որ դուք Նիկոլ Փաշինյանի կին եք, եթե այդպես չէ, այլ ֆորմատ է գործում, ասեք ես համայնքից այդպես եմ ընկալել։ Սա մեկ։ Չէ, հիմա դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք, մեկ, ես այդպես եմ ասոցացում, եւ երկրորդ դուք Ինքայլի հիմնադրամի հոգաբարձության խորհրդի նախագահ Գործադիր տնօրենը Վահե ջան, գործադիր տնօրենը դրանք շատ տարբեր բաներ են, շատ։ Ինքայլի հիմնադրամն է ներկայացնում, հիմնադրամի դեմքն է։ Այս երկուսը որ Դեմքը չէ, գործադիր տնօրենն եմ, վարձու աշխատողը, գործադիր տնօրենը եւ շատ լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին։ Դա տխուր բան չի, դա սրտաճմլիկ բան չի, դա հրաշալի բան է, դա լավ հնարավորություն է իմ համար եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ունեմ։ Եվ կարող եմ իմ հնարավորությունը եւ ներուժը ծառայեցնել մեր օրինակ 2500 շահառուներին։ Եթե դուք որևէ անգամ ժամանակ գտնեք ձեր թանկ ժամանակից եւ ուսումնասիրեք հիմնադրամի աշխատանքները, հիմնադրամի ծրագրերը, կգնահատեք իմ աշխատանքը։ Կգնահատեք եւ այդտեղ ոչ մի տխուր սրտաճմլիկ բան չեք տեսնի։ Բայց ուրիշ բան եմ ուզում ասել, ասոցիացիան, էլի տրամաբանության մեջ դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք եւ դուք ոնց ասացիք Ինքայլի հիմնադրամի վարձու աշխատող եք։ Այո։ Չգիտեմ ձեր ղեկավարն ով է, բայց դուք այստեղ ենթակա աշխատող եք։ Հոգաբարձությունների խորհուրդն է լինում հիմնադրամների ղեկավարը Վահե ջան։ Դուք գործադիր Բոլոր հիմնադրամների ղեկավար մարմինը, բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձությունների խորհուրդն է։ Որևէ մեկը գիտի մեր հոգաբարձությունների խորհրդի կազմի մասին, իհարկե ոչ։ Եկեք տեխնիկական բաների մեջ չմտնենք։ Ախր դրանք տեխնիկական բաներ չեն, դրանք փաստեր են, որոնք հուշում են շատ կարևոր ինֆորմացիաներ։ Լավ, հարցը։ Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք երից։ Այո։ Եվ դուք փակած։ Եվ դուք գործադիր տնօրենն եք Ինքայլի հիմնադրամի վարձու աշխատող, որի ղեկավարը հոգաբարձությունների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն է։ Ոչ, հոգաբարձությունների խորհուրդը։ Խորհուրդն է, ամբողջ։ Այո։ Այս երկու փաստ վերակապությունն են, դառնում է ասոցիացիա, որ Ինքայլի հիմնադրամի վարձու աշխատող Տիկին Աննա Հակոբյանը ու գործադիր տնօրեն հիմնադրամի, որը միաժամանակ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի կինը, երկուսով միաժամանակ քայլում են այդ երկու կերպարը միաժամանակ, որը մեկ անձ է, քայլում են Գյումրիում իրար հետ։ Նախաքարոզչական շրջանում, որը կարելի է ոչ ֆորմալ իմաստով քարոզչություն է։ Հիմա հարց. Մարդիկ ձեր հիմնադրամի շահառուները, որոնք որ տեսնում են երկրի ղեկավարի ՔՊ խմբակցության, ՔՊ կուսակցության նախագահ եւ առաջնորդի կողքին քայլում է այն հիմնադրամի գործադիր տնօրենը վարձու աշխատող, որ իրենց ունը կողքնել է ինչ-որ բաներ։ Ինչ են հասկանում։ Հիմա ինչ պիտի հասկանան այդ մարդիկ, ձեր բոլորի եւ բոլոր լրատվամիջոցների եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիական զգացողություն եւ արժանապատվություն ունեցող մարդկանց շնորհիվ պետք է հասկանան, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք, ունեն ազատ ընտրության եւ կամարտահայտության իրավունք եւ դեռ ոչինչ չի նշանակում լինել ինչ որ մեկի կինը քողկով քայլել եւ դա ընդունել որպես քարոզչություն։ Պարզ է։ Ես ուզում եմ բոլորին, ասում եմ չգիտեմ։ Այո, որովհետեւ մեր կյանքում օրենքները մի կողմ, մեր մնացած խոսակցությունները մի կողմ, միջազգային կոնվենցիաները մի կողմ, կյանքը մի կողմ, սահմանադրությունը մի կողմ, մեր կյանքը մի կողմ, եւ ես հիմա պայքարում եմ մեր երկրում, պայքարում եմ իմ սահմանադրական իրավունքի համար եւ պայքարում եմ ցանկացած կնոջ սահմանադրական իրավունքի համար եւ այդ սահմանադրական իրավունքը պաշտպանում է ցանկացած կնոջ
Լավ, ցանկացած ընտրողի զուգահեռաբար, ցանկացած 18-ամյա ընտրողի, ցանկացած 88-ամյա ընտրողի ազատ գաղտնի կամ արտահայտությունը դա պաշտպանված է եւ դուք եք այն մարդիկ, որ պետք է քաղաքացիներին հիշեցնեք այդ մասին կամ չհիշեցնեք կամ խորապես մոռացության մատնեք թույլ տալով անցնելով սահմանը հարցնելով հարցեր, որ չպետք է բացարձակապես հնչեն։ Դա վերաբերվում է նաև հարցումներին։ Իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանիկին Աննա Հակոբյանը տարբեր մարդիկ են, դա եք ասում։ Չեմ ասում տարբեր մարդիկ են, մի մարդ է, որ ունի իրավունքներ, որոնք պաշտպանված են։ Շատ է, դուք ասում եք անկախ նրանից ով մոտ ով ինչ ասոցիացիա առաջացնում ունի պաշտպանության իրավունք եւ գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող այստեղ աշխատելու իմ քայլի հիմնադրամում, բայց դուք ըստ օրենքով ՊՊՑ-ի նաև բանով օրենքներով դուք որպես Նիկոլ Փաշինյանիկին օգտվում եք պետական պահպանության ծառայությունից, հսկայական անհատի տապալներ ունեք, ինքնազոհ ունեք, ձեզ սպասարկում է պետության հաշվին գնված $150,000 մոտ Lexus LX 500, ամենագնաց ձեզ ուղեկցող մեքենակ, այսինքն այդ ամեն ինչը օրենքով ձեզ տրվում է, բայց դուք այստեղ վարձու աշխատող եք, մի բան չի բռնում իրար։ Ինչը չի բռնում իրար։ Գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող չգամ աշխատելու, ինչը չի բռնում։ Չաշխատեմ, այսինքն դուք ինձ զրկում եք նաև բոլոր մարդկանց նման հավասար աշխատելու իրավունքից եք ինձ զրկում։ Բայց ինչն եք, բայց ասում եք մի բան չի բռնում, չաշխատեմ, ինչ անեմ։ Աշխատեք, բայց դուք այսինքն ՊՊՑ-ից հրաժարվեմ, ինչ անեմ։ Եկեք օրենք փոխենք։ Եկեք բան սկսենք, օրենքները փոխենք, ինչ ասեմ, ինչ եք ասում։ Դուք այստեղ իմ քայլում եք, բայց նաև Փաշինյանիկին եք, այդ երկուս իրար հետ չի բռնում։ Դե ես էլ բոլորին հորդորում եմ լուրջ վերաբերվել մեր սահմանադրությանը, մեր սահմանադրության կետերին, լուրջ վերաբերվել, որովհետև դրանք մեզ են պաշտպանում, մեզ բոլորիս։ Խախտումն է այսպես ասած, իր լիազորություններն է խախտում եկեղեցու խնդրում եմ, դուք արդեն ուրիշ հարց եք տալիս։ Հարց եք տալիս, բայց սահմանադրությանն են խախտում, ինչն են Դուք արդեն ուրիշ հարց եք տալիս։ Մեր թեմայի հետ ոչ մի կապ չունեցող անիմաստ հարց է։ Հասկանում եմ, դուք կարող եք որևէ կուսակցության շարքերում պայքարել եւ քաղաքական պայքար տանել։ Հերքում է հրապարակել, որպես հրապարակ օրաթերթել էր, որ կրկվել է նորաձևեր շարժման իրավական կարգավիճակ է տրվել, գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն, ձեր հիմնադրամը հետքել է սա, բայց մենք գտանք, որ ապրիլի 8-ին Facebook-ում հիմնադրամը հայտարարել է, որ կայացել է կրկվել է նորաձևը հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը։ Ընդունվել է կազմակերպության անդրանիկ հայտարարություն, այսինքն որոշել եք, որ պետք է դառնա ՀԿ, բայց դեռ իրավական պրոցես չի սկսվել։ Տեսեք, դուք հրապարակին եք ներկայացնում։ Չէ, ես Factor Հրապարակը կամ Factor TV-ին, հա, հրապարակը ներողություն Սյուզաննան է ներկայացնում։ Ամեն դեպքում հրապարակը որպես փաստ ներկայացնելուց առաջ, որ ՀԿ-ն գրանցվել է, կարող էր ձեր նշած հարցը մեզ տալ, չէ՞։ Եվ դուք կարող եք մեզ այդ նշած հարցը, այդ ՀԿ-ն չի գրանցվել։ Ես նայել եմ, բայց գրանցվելու է։ Ոչ էլ գրանցվելու է։ Բայց Եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, կտեսնեք, թե ինչու պետք է գրանցվել ՀԿ եւ նաեւ կարող եք վերլուծել եւ ձեր հարցի պատասխանը գտնել սեփական վերլուծության արդյունքում, թե ինչու այլևս չի գրանցվելու։ Ամեն ինչ շատ պարզ շարադրված է սևով սպիտակի վրա հայերեն լեզվով։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ մի քիչ ավելի ուշադիր կարդալ այն նյութերը, որոնց առնչությամբ եզրակացություններ են ասվում, փաստեր են հնչեցվում, մեկնաբանություններ են հնչեցվում, վերդիկտներ են հնչեցվում։ Մի քիչ ավելի ուշադիր կարդալ, որովհետև որևէ մեկի շահերից չի բխում մեր կապարանոց բաներ ասել, դա ուղղակի ինչ ասեմ, այդ է սրտաճմլիկ դառնում։ Շատ սրտաճմլիկ է դառնում, երբ որ կարդում ես հոդված եւ ես տեսնում ես հոդվածի հեղինակը պարզապես չի կարդացել։ Լավ, չեմ ասում կարդացել է, չի հասկացել,
պարզապես չի կարդացել այն նյութը, որի մասին հոդված է գրում։ Դա սրտաճմլիկ է եւ շատ տխուր է ջան։ Ես բոլորիդ հորդորում եմ հիմա հետահայաց գնալ կարդալ հիմնադիր ժողովը, հիմնավորումները, բացատրությունները եւ վերլուծել եւ գրել դրա մասին։ Բոլորին հորդորում եմ դա անել։ Լավ, ձեր շորեր վերցրիք կոնեն չէ։ Ինչ շոր։ Ձեր հաղորդում է որ հայտարարում եք որ բոլորը նվիրում եք, չգիտեմ ու։ Այդ շորերը ես այդ պահին չեմ, դա լավ չեք լսել։ Դուք դա էլ լավ չեք լսել։ Ես ասել եմ, որ այս ամբողջ ընթացքում իմ հագուստը եղել է դիզայներները ինձ տրամադրել են հագուստ, որը ես կրել եմ տվյալ միջոցառման ժամանակ եւ արդեն վերադարձրել եմ։ Շատ եմ ուզում ուղղակի լսել եւ հասկանալ լսածը, ոչ թե ասոցացնել։ Ես կարող եմ ընդունել, որ ես լավ չեմ խոսում, ես կարող եմ ընդունել, որ մեր հայտարարությունը, ես կարող եմ ընդունել, ես չեմ հավակնում ասել, որ միշտ մենք ենք ճիշտ, դուք սխալ, բայց ուզում եմ պայմանավորվենք, կարդանք, լավ գուցե մեր տեղը գիտեք կարող եք զանգել, հարցնել, եթե մի բան մենք պարզ չենք ասում, արձագանքում ենք։ Կարող ենք։ Լավ, եկեք սենց պայմանավորվենք, առնվազն պրոֆեսիոնալ չի, որ հիմա իմ ներկայությամբ դուք սկսեք կարդալ ձեր համար բացա։ Հաջորդ ասուլիսի ընթացքում ես հուսով եմ, որ այս փուլում պայմանավորված, այո, հաճախակի ասուլիսներ կանեն, խնդրանքս այն է մի քիչ ավելի պատրաստված եղեք, գոնե թեմայի շրջանակում ինֆորմացիան կարդացեք, նոր եկեք։ Դուք հիմա կարդացիք, լավ, հիմա ես չեմ կարող հավակնել, որ դուք այսքան ոտի վրա խոսակցության ընթացքում ճիշտ եք հասկացել եւ չեմ ուզում ժամանակ կկարդաք հաջորդ ասուլիսի ժամանակ, ասեք։ Համեցեք։ Որևէ հայց այս բանը դեռ չի պատրաստվում, դեռ քննարկումների փուլում է։ Դե արդեն պատրաստվում են հայցերը։ Իրավաբանական թիմը արդեն պատրաստում է։ Այո, ես նշեցի։ Իսկ բարի մասով է Դանիել Յովհաննիսյանի։ Այո, երկու գործով։ Մեկը քրեական, մյուսը Այո։ Դատարան թե դատախազությունը ո՞նց է այդ ընթացակարգում։ Թե եկեք հետևեք իրադարձություններին, հետևեք մեր հայտարարություններին եւ կպարզվի ընթացից։ Երբ որ դուք մեջտեղ հիշեցիք նաև 2022-ը եւ ասացիք որ ոնց էր ժամանակ բան ոչ ոք եւ այլն, դուք ինչ եք կարծում, ինչու է հիմա անկախ դիտորդը նման հայտարարություն արել եւ այն ժամանակ դատարանում կպարզենք։ Ես չունեմ գնահատական, եթե ես ունենայի գնահատական, հղում չէի անի օրենքներին, հղում չէի անի եւ դատարանին չէի դիմի եւ դատարանով չէի ուզենա պարզաբանումները ստանալ, այսինքն ես չեմ ուզում էլի ասեմ ասոցացվում է, ես չեմ ուզում դա անել։ Դա իրավական գործընթաց է եւ բոլոր հարցերը եւ պատասխանները կհնչեն դատարանում, գուցե հնչեն այնպիսի պատասխաններ, որ միանգամայն արդարացված լինեն եւ ես ընդունեմ, որ ոչ մի ոտնձգություն իմ դեմ տեղի չի ունեցել։ Գուցե դա process է, որ պետք է դատարանում երևա։ Եվ եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Եթե հարցերը ավարտվեցին, համեցեք։ Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր հիմնադրամի այդ նվիրատուների մասով հարց հնչեց, բայց չասեցիք, մի մասը գաղտնի են պահում նվիրատուների, մի մասի անունները հայտնի են եւ երբ որ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք հայտնի անուններ, օրինակ Սամվել Ալեսանյանը, Սասի Արտակը, մյուսները, բոլոր հնչեղ անունները, որ նախկիներում կա եւ ձեր կոմիսիա, ձեր ամուսնու կոմիսիա թիրախավորում են ծրագրով ու պատգամավոր, այսօր այսպես ասած մուծվում են ձեր հիմնադրամին։ Սա ինչպես է նախ տեղի ունենում, դա չասենք մուծվում են, ասում են, չգիտեմ, գումարներ են փոխանցում։ Հիշում եք, ներողություն եմ խնդրում, հարցը խնդրում եմ հիշում եք, որ ես 1 տարի կամ տարի ու կես առաջ հրավեր ուղարկեցի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, հրավիրեցի գալ եւ քննարկել իրար հետ, քննարկել թե ինչպես մեր միջավայրը փոխենք, ինչպես անենք միասին, որովհետեւ ի վերջո լրատվամիջոցներն են ստեղծում այդ միջավայրը եւ ավելի բարեկիրթ դարձնենք, ավելի բարի դարձնենք, ավելի հանդուրժող դարձնենք, դա կրթվել է նորաձևի շարժման շրջանակում էր եւ բոլորը մերժեցին այդ հրավերը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ լրագրողը հարցը ձևակերպում է ասելով մուծվում է,
դա ստեղծում է միջավայր, դա ստեղծում է նեգատիվ միջավայր բոլորիս համար, ոչ միայն իմ համար, բոլորիս, ընթերցողի, քաղաքացու, բոլորի համար, եւ այս միջավայրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք, որևէ մեկին հաճելի չէ, առավել եւս որևէ մեկի կյանքը ավելի լավը չի դարձնում, եթե չասենք, որ բոլորի կյանքը ուղղակի պղտորում է։ Իմ հրավերը համարեք ուժի մեջ եւ անժամկետ հրավեր է բոլոր լրատվամիջոցներին քննարկելու կարող ենք արդյոք մենք մեր միջավայրում խոսքի մշակույթը փոխել բոլորս միասին կարող ենք դա անել թե ոչ դա էլ կքննարկենք այդ ընթացքում եթե իմ մեկնած ձեռքը հակառակ կողմը սեղմի մենք բոլորս կնստենք Իմն էլ կքննարկենք, մյուսին էլ կքննարկենք, էականը չի ով ինչքան ինչ չափով, էականը կլինի արդյունք թե չէ, մենք կկարողանանք փոխել մեր միջավայրը եւ խոսքի մշակույթը փոխել, թե ոչ, դա եթե ոչ լրագրողները ով պետք է անի։ Ես ասում եմ, հիշեցնում եմ իմ հրավերը եւ ասում եմ անժամկետ հրավեր է եւ ուժի մեջ է։ Կարող եմ ավարտել հարցը։ Նեգատիվով ավարտեմ, հետո բացատրեմ ինչու եմ այդ ոճով հարցը տալիս, հետո դուք գնահատեք շատ լավ։ Երբ որ մուծվում են, այսպես ասած, ձեզ մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին են մուծվում, հիմա Աննային են մուծվում, այսինքն ասում են մերօրյա նոր Հայաստանի Սաշիկն են։ Վահե ջան, ես ներողություն, պետք չի ինձ այդ ոճով ասել, ներողություն, տես, իրոք ես հասկանում եմ, որ ինչ-որ սուր հարց, սուր անուններ, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինչ ասեմ, իմ համար անարժեք է։ Իմ համար դա անարժեք է եւ այս հարցով ուղղակի իմ արժանապատվությանը ուղղակի հարված է իմ արժանապատվությունը։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ սրտե ես ուղիղ եմ ասում եմ այն ինչ որ ես զգում եմ։ Այս հարցը առաջի բառից մինչև վերջի բառը նվաստացնում է իմ ինքնասիրությունը, ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Եվ ես հարկ չեմ համարում բացատրել պատասխանել այդ հարցին, նույնիսկ երբ որ տարբերություն կա։ Խոսույթների մասին ասեցի, հրավեր եմ անում բոլոր խոսույթների մասին քննարկել։ Բոլոր մեր միջավայրի մասին եմ ես խոսում։ Մենք իրեն ենք հղում տալիս, չէ՞ որ ասում ենք սա շիկ, մի շիկ մնաց։ Լավ, համարենք, որ իմ հրավերը առնվազն Վահեի կողմից մերժված է, լսում եմ։ Իսկ ինչ որ թվային տվյալներ կան, կարող եք ներկայացնել ծրագրերը, որ իրականացրել եք առնվազն վերջին 2-3 ամսվա ընթացքում, ինչ Տեսեք, եթե էլի ձեր թանկագին ժամանակից առնվազն իմ քայլը հիմնադրամի մասին հոդված գրելու փուլում տրամադրեք ժամանակ, ուսումնասիրեք իմ քայլը հիմնադրամի կայքը, ամեն ինչ կգտնեք Շողակ ջան, ամեն ինչ, եւ ինձ այդ հարցը տալու կարիք չի լինի, եւ ավելին կգտնեք, քան պատկերացնում եք։ Առնվազն գոնե հիմնադրամի մասին նյութ գրելու ընթացքում։ Վստահ եմ, որ ներկանից որևէ մեկը երբևէ այդ կայքը չի բացել, ներկանից որևէ մեկը չի նայել մեր ծրագրերը թվային, ոչ թվային, մարդկանց քանակը, ոչ մի բան։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, կարող եք չնայել, եթե այդ թեման ձեզ հետաքրքիր չի, ոչ էլ իմ անձնը ձեզ հետաքրքիր, ոչ էլ ուզում եք հոդված գրել, ոչ էլ նկատում եք, բայց եթե դրան առնչվում է ձեր գործունեության խաչվում է խաչմերուկը, բացեք եւ նայեք, ես ձեզ շատ եմ խնդրում, բոլորին խնդրում եմ, դա առնվազն պրոֆեսիոնալ է եւ հակառակը ոչ պրոֆեսիոնալ է։ Համեցեք եւ ավարտենք, խնդրում եմ։ Թեև չեմ խուսափում, կարող են երկար խոսել, բայց այլ ֆորմատով առավել եւս երկար խոսել։ Տեսեք, առաջին տիկնոջ կարգավիճակ ես երբեք չեմ ունեցել։ Եվ առաջին տիկնոջ կարգավիճակը, ինչ ասեմ, դա այնպեսի մի սիմվոլիկ, հայեցողական, քարոզ չեմ հասկանում։ Ես դրա իմաստը լավ չեմ հասկանում։ Այո, այդպես, որովհետեւ բոլորը այդպես են կոչում։ Բոլորը այդպես են կոչվում, ես այդ կարգավիճակը երբևէ չեմ, ես ի սկզբանե արել եմ, ես ասել եմ,
առաջին տարիների ընթացքում հետևողականորեն ասել էի, որ ինձ չկոչել, բայց դե դառնում է, մարդիկ կարողանում են հասնել։ Ուզում եմ ասեմ, էական բան չի, դա էլ էական բան չի։ Բայց էլի հա այդ արդեն եղել է եւ ես ձեզ վերջում ուզում եմ մի բան ասել նորից ինչ ասեցի դրանից բացի ուզում եմ բոլորին հորդորել ձեր խմբագրություններին խմբագրակազմերին եւ խմբագիրներին մնացած բոլոր գործող լրատվամիջոցների լրագրողներին ես ձեզ քաջալերում եմ անպայման հետևել հիմնադրամի լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրին, դիմել այդ ծրագրին եւ օգտվել այդ հնարավորություններից։ Մենք արդեն 14 լրագրող ուղարկել էինք Փարիզում տրեյնինգի կարող եք ձեր գործընկերներից ճշտել արդյունավետության աստիճանը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ծրագիրը շարունակական է լինում, անժամկետ ծրագիր է եւ մենք գործընկերական հարաբերություններ ունենք Oxford Training Center-ի, Blackbird-ի, European Board-ի, Clear Europe-ի հետ հրաշալի հարթակներ են մասնագիտական հմտությունները մեծացնելու, ավելացնելու համար մենք դա անում ենք, մենք հսկայածավալ աշխատանք ենք անում այդ հնարավորությունը ստեղծելու համար։ Ես քաջալերում եմ բոլորին, հերթով բոլոր խմբագրությունների լրագրողներին դիմել այս ծրագրին, ամեն մեկին իրեն հարմար փուլում, իրեն հարմար ծրագիրը քանի օր տևեց 3 օր տևեց, լինում է որ 1 շաբաթ է, լինում է որ շատ ավելի է, ես ձեզ բոլորիդ քաջալերում եմ մասնակցել, այո, հիմնադրամի միջոցներով մասնակցել այս ծրագրին եւ օգտվել այս հնարավորությունից, որը մենք ստեղծում ենք հատկապես լրագրողների համար։ Ես նույնիսկ գտնում եմ, որ սա ուշացած է, բայց երբ ձեռքներս հասավ նաեւ սրան, հենց այդ պահից արեցինք։ Խնդրում եմ անպայման օգտվել, հրաշալի հնարավորություն է, պարզապես հրաշալի։ Դուք անընդհատ ներսրտում եք, որ մեր ձևակերպումներից, մեր հարցադրումներից, քննադատությունից, բայց չեք կարծում, որ ձեր անձի, ձեր ընտանիքի անդամների հանդեպ այս ուշադրությունը եւ քննադատական ուշադրությունը մեծապես գալիս է ձեզանից։ Ահեջան, քննադատությունը մեկ բան է։ Քննադատությունը հրաշալի բան է։ Քննադատությունը հիանալի երևույթ է։ Քննադատական մտածողությունը հիանալի երևույթ է։ Վերլուծական քննադատական մտածողությունը իրար հետ ընդհանրապես անգնահատելի արժեք է, որ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլև ցանկացած քաղաքացի։ Ես չեմ նեղսրտում ոչ մի բանից, ես չեմ նեղսրտում։ Ես ասում եմ, եթե խոսում ենք փաստի մասին, տիրապետենք այդ փաստին։ Ես երբ խոսում ենք սուտի մասին, հավանականություն թողնենք կես տոկոս, որ դա հնարավոր է սուտ լինի։ Ես խոսում եմ փաստերի մասին, ես խոսում եմ պրոֆեսիոնալիզմի մասին եւ ի վերջո եւ կրկին խոսում եմ մեր միջավայրի մասին։ Այս ասուլիսը չպետք է դրան վերաբերվել, բայց որովհետև հնչում են հարցեր, որոնք ուղիղ միջավայրի ազդեցություն են, ես նորից հիշեցի եւ նորից հորդորում եմ եւ նորից խնդրում եմ գնալ այդ քայլին եւ միասին քննարկել անկախ նրանից ով, որտեղ, երբ, ինչ եւ այլն։ Այս ամեն ինչը որպես դասեր եք տալիս, հորդորում եք, աջակցում եք, քաջալերում եք, որ մենք կրթվենք, փոխվենք եւ այլն։ Դուք ձեր այս ամեն ինչը ձեր զավակներին ասում եք օրինակ եւ որովհետեւ փոքրերի մասին ոչ ճիշտ չեմ դասերում, բայց շապահած ձեր տան անդամների հետ կապած էլի քննադատություն։ Վահե ջան, թանկագին Վահե։ Եթե խոսում ենք կրթվելուց, ես դասեր եմ տալիս, ես հիմա սովորում եմ։ Ես դասեր չեմ տալիս, ես դասեր առնում եմ։ Եվ ես հիմա ուսումնասիրում եմ չինական փիլիսոփայություն։ Եվ Կոնֆուցիոս։ Ուրախ եմ, որ ապացուցում ես, որ տեղյակ ես այդ անունների մասին, բայց դա չի էություն։ Այսինքն ես դասեր չեմ տալիս։ Ես ինքս եմ սովորում այս պահին եւ պատրաստվում եմ թեզ պաշտպանել եւ դրա մասին էլ է հրապարակվել իմ Facebook-յան էջում, որից դուք կրկին տեղյակ չեք։ Այսքանով ավարտենք, անչափ շնորհակալ եմ, որ եկաք եւ հուսով եմ, որ մենք ավելի հաճախակի կհանդիպենք։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։